Դիաննա Գրիգորյանի «Վերջին զանգ» սերիալում Արամը հեռախոսով խոսում է Անետի հետ և հայտնում ամենածանր լուրը՝ Բագրատը մահացել է։ Անետը բառացիորեն ինքնամոռաց վիճակում արագ ուղևորվում է Բագրատի տուն։ Տուն մտնելուն պես տեսարանը խոսում է ինքն իր մասին։ Լիլիթը գետնին նստած է, կոտրված, շփոթված, իսկ Բագրատը բազմոցին պառկած, անշարժ։ Անետը սգում է եղբոր մահը, խոսում նրա հետ, փորձում հավատալ, որ սա իրականություն է։ Կորուստը ծանր է, ցավը խեղդող։ Քիչ անց, երբ առաջին շոկը փոքր-ինչ անցնում է, Անետը սկսում է հարցեր տալ։ Նա ուզում է հասկանալ, ինչ է պատահել, ինչպես է մահացել եղբայրը։ Եվ այստեղ Լիլիթը, ինչպես եւ սպասելի էր, ընտրում է ամենահարմար տարբերակը։ Նա ասում է, թե Աննան էր եկել, սկանդալ սարքել, հետո հեռացել, իսկ դրանից հետո Բագրատի ինքնազգացողությունը վատացել է, նա ընկել է գետնին եւ մահացել։ Այս պատմությունը Լիլիթի հերթական փորձն է, սեփական մեղքը քողարկելու, պատասխանատվությունը ուրիշի վրա բարթելու։ Բայց փաստերն այլ բան են ասում։ Սա արդեն երրորդ դեպքն է, երբ Լիլիթը դիտավորյալ մարդ է հրում գետնին։ Առաջինը Սոսի մայրն էր, ով մահացավ։ Հետո Աննան էր, ով հրաշքով փրկվեց, եւ հիմա Բագրատը։ Այս անգամ Լիլիթի գործողության հետևանքը անդառնալի էր։ Բագրատը մահացավ։ Սակայն ճշմարտությունը երկար չի մնում թաքուն։ Մի քանի ժամ անց Լիլիթը արդեն ամբողջովին կորցնելով ինքնատիրապետումը, լացելով ու ինքն իր հետ բարձրաձայն խոսելով, փաստացի խոստովանում է ամեն ինչ։ Նա ասում է, որ ինքն է հրել հորը, որ չէր ուզում, որ այդպես ավարտվեր, բայց արդեն ուշ է։ Այդ խոստովանության ականատեսը դառնում է միայն մեկ մարդ՝ Արամը։ Եվ հենց այդ պահին Արամը վերջնականապես հասկանում է, որ իր մոր տեղը այլևս նորմալ մարդկանց կողքին չէ։ Լիլիթը վտանգավոր է, թե իր, թե շրջապատի համար։ Եվ հենց Արամին է հաջողվում Լիլիթին տեղափոխել հոգեբուժարան, այնտեղ, որտեղ նա այլևս չի կարող վնասել որևէ մեկին։ Այս ամենի ֆոնին Հենրին վերադառնում է Հայաստան։ Քաղաքը, ընտանիքը, հարաբերությունները նորից հավաքվում են մեկ կետի շուրջ։ Շուտով տեղի է ունենում Բագրատի հուղարկվությունը։ Արարողությանը ներկա են բոլորը՝ Միքայելը, Հենրին, Սոսին ևս ազատ են արձակում, եւ նա նույնպես գալիս է հրաժեշտ տալու։ Բագրատի կյանքը ավարտվում է ծանր մեղքերի ու չուղղած սխալների բեռով, իսկ նրա մահը դառնում է հերթական ողբերգական հանգրվանը այս պատմության մեջ, որտեղ ճշմարտությունը միշտ ուշ է հասնում, բայց երբ գալիս է, այլևս ոչինչ չի խնայում։ Հարգելի հետևորդներ, արդյոք Արամը Անետին կամ Աննային կասի, որ իրականում իր մայրն է սպանել Բագրատին։ Գրեք մեկնաբանություն։ Առավոտյան արթնացել եմ 8-ին։ Գնացել եմ մազերի մեյքափի, հետո եկել եմ նկարահանման։ Առավոտից մինչև այս պահը ոչ մի րոպե կաբլուկներս չեմ հանել։ Եթե ձեր հարսանիքին դուք հնարավորություն ունեք, նստեք, կանգնեք, դուք որոշեք ինչ անեք, այստեղ չկա այդ հնարավորությունը, դուք անում եք պարտադրված այն, ինչ որ ձեզ ասում են, եւ առհասարակ մեր աշխատանքը շատ բարդ է։ Չեմ ուզում, որ խաբնվեք այդ ուրախ նկարներին։ Մեջքիս ցավից մահանում եմ ու մահու չափ սոված եմ։ Ինչպես հասկացել եք, վերջի զանգը շատ լավ անակնկալ ունի իր սիրելի հետևորդների համար։ Մենք աշխատում ենք։ Ուրեմն մենք հարսանիքի սեղանին նստած ենք, մամաս ասարք է, ասաց սպաս ասարք է, համեմ բեր։ Ես գիշերվա կեսի որտեղ եմ համեմ ճարեմ, մեկը տեսնում եմ, այս ամեն ինչը դնել եմ կլաչիս մեջ։ Չէ, սալֆետի մեջ պատահել։ Պետք է ռեզին գցել, բայց տենց են, չէ՞ վաճառում։ Հարսանիքի սեղանից համը։ Շնորհակալություն Ռոբերտ։ Ինչ չէ թարքուն տարեկան։ Դու խոշտի։ Շիկինոլայի մարքշուփ։ Գեղեցիկ անակնկալ, այսօրվանից Աննան ունի 2 աղջիկ, իսկ մեր գեղեցկուի հարսիկը ունի 2 մայրտուր։ Կներես պապ, բայց պիտի դիմանաս, որ նորմալ մշակ եմ։
Արա, անելիքը տարա, դու ինձ կներես օրես վիճակով դիմացդ նստած եմ, հերիք չի ստիպված ես վերքերս մշակել։ Պապ, ես ստիպված ոչ մի բան չեմ անում։ Մի ընտանիք ենք բերելով պիտի անեմ։ Պապ, հեն ոնց ես։ Հղի եք, ասեք հղի ենք։ Ես ինչ մի ներկայացում եք խաղում։ Իբր չգիտենք, հա ինչն է ձեր կտրուկ որոշումների պատճառը։ Հարցեր եք տալիս հեռուստասերիալից, արդյոք մենք վերջում միասին ենք լինելու, անկեղծ չգիտեմ, իսկապես չգիտեմ ավարտը, մենք անգամ ընթացքը չգիտենք, բայց ըստ իմ լոգիկայի, ես որպես հեռուստադիտող, կարծում եմ, որ այո, շատ դժվարությունների միջով ենք անցնում, բայց եթե ուղիղ համեմատականներ տանենք իրականության հետ, ապա չէ, միասին չպիտի լինենք, որովհետև Եզակի դեպքեր են, երբ իրապես հաղթում է սերը ու ամեն ինչ լավ է լինում։ Իհարկե քուր ու եղբոր հետ կապված չէ, բայց սիրելու հետ կապված եւ ունեմ վառ օրինակներ, որ չէ, իրականում սերը չի հաղթում։ Մենք կլինենք լավատես այս պրոյեկտում եւ կմտածենք, որ սերը հաղթելու է։ Փոքրիկ անդրադարձանել ձեր լավ մեկնաբանություններին, լավ խոսքերին։ Իսկապես դուք ինձ ողջևորում եք, ուժ եք տալիս։ Այն մարդը, ով ինչ որ գործ անում, դա կապ չունի ինչ գործ է, ու ֆիդբեք չի ստանում, չի ուզում աշխատի, մոտիվացիա չի ունենում աշխատելու։ Մի դեպք պատմեմ, նստել էի տաքսի, վարորդը եկել ստացի ռեակցիա բուրըն, վայ, Անգելինա 40 տարեկան մի մատ։ Էլինը մեջ ճանաչում է, խոսում ենք սիրով լավ, բայց այդքան բուրըն ռեակցիա, Անգելինա, դու ես Ռոզա ջան, չեմ հավատում, sense դողացող ձեռքերով, ուրախ ու ես այդ ամեն ինչից իմ սիրտը լցվել էր։ Ես չի հավատում, որ այդ իմ հետ է կատարվում, այդ մարդը չէր հավատում, որ ինձ է տեսել, ես էլ մտածում էի, ոնց կարա այս բուրըն ռեակցիան իմ մասին լինի։ Ես ուրեմն հասել եմ ինչ-որ կետի, զանգեց իր մամային ու իր մաման շատ ուղիղ համեմատական գծեր տանելով, ասաց, որ Էնդար Ֆրունզիկ Մկրտչյանին եւ այդ ժամանակաշրջանի տաղանդավոր դերասանների խաղին շատ մոտ ենք, մեր անկեղծությամբ ես եւ Լևոնը։ Ինքան պարտավորեցնող էր այդ խոսքերը, վարդում ես իրանց տուն հրավիրեց, օրվա ընթացքում շատ անգամներ այն հետ պատահում, ու այդ ինձ ուժ է տալիս, որ ես ավելի մեծ սիրով նկարվեմ ու աշխատեմ։ Ուրեմն թե երբ ավարտվելու պրոյեկտը, նախնական տվյալներով ավարտվելու է դեկտեմբերին, եթե դեռ թարմացումներ չկան մեր պրոդյուսերի մոտ, իրականում, երբ որ ես մտածում եմ, որ մեր պրոյեկտն ավարտվելու է, ես շատ տխրում եմ։ Թվում է, թե այս ամբողջ ընթացքը երկար է ձգվում, մեկ-մեկ հոգնում եմ, մեկ-մեկ դժվար է, բայց այդ ամենին զուգահեռ ես շատ եմ սիրում իմ գործը։ Ամեն դժվարությանը զուգահեռ ես մեծ սիրով եմ գնում ու այդ անում։ Շատ են հարցերը իմ ու Լյովի ընկերանալու հետ կապված, միասին աշխատելու հետ կապված, արդյոք հեշտ է թե ոչ։ Շատ լավ ենք ընկերացել, շատ։ Իրականում ես դպրոցական տարիներից ի վեր միշտ ավելի հեշտ շփվել եմ տղաների հետ եւ ոչ աղջիկների։ Շատ դժվար է աղջիկների հետ, շատ, որովհետեւ աղջիկները միշտ կոնկուրենցիայի մեջ են, միշտ պայքարի մեջ են, ավելի հեշտ եմ ընկերանում տղաների հետ։ Դպրոցում էլ ես միշտ իմ շրջապատը ասենց պայքարենք, բայց ես տղաների հետ